Մեր օրերում ով չի ալարում խոսում է համերաշխությունից։ Մի արժե զրկեք այդ բառը։ Համերաշխություն ում հետ, ինչի շուրջ։ Համերաշխություն նրանց հետ, ովքեր տարիներով թալանել են պետությունը, կեղեքել են քաղաքացիներիս 100,000-ներին արտագաղթից բացի այլ ելք չթողնելով։ Համերաշխություն նրանց հետ, ովքեր քաղաքական հաշվեհարդարներով են կառավարել, անմեղ մարդկանց տարիներով պահել անազատության մեջ, սպանության հրամաններ արձակել ու քրեական օրենքներով են առաջնորդվել։ Համերաշխություն նրանց հետ, ովքեր վախենում են մեր պետության թշնամիների անունները տալ, որովհետև նրանց հետ ունեն ընդհանուր անցյալ եւ ապագա։ Ոչ, դա համերաշխություն չէ, դա մոռացություն է, դա համաձայնություն է անարդարության հետ։ Դա առաջարկ է զոհին ու հանցագործին նստեցնել նույն սեղանի շուրջ։ Նոր էջ չի լինում առանց ճշմարտության խոստովանության։ Համերաշխություն հնարավոր է միայն ընդհանուր գաղափարների, ընդհանուր արժեքների շուրջ, օրենքի գերակայություն, պատասխանատվություն, պետությանը ծառայություն, ոչ թե պետությունը սեփականացնելու իրավունք, ճշմարտություն, ոչ թե լռությամբ քողարկված սուտ, արդարություն, ոչ թե մութ գործարքներ, ու վերջապես համերաշխություն հանուն համերաշխության չի լինում։ Համերաշխություն նշանակում է միասին կանգնել պետության կողքին, իսկ պետության կողքին կանգնելը սկսվում է պարզ բանից, մեղքի խոստովանությունից, որպեսզի առաջ գնալ հնարավոր լինի ոչ թե հին մեղքերի հետ հաշտվելով, այլ նոր արժեքների ու նոր պատասխանատվության շուրջ համախմբվելով։